Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, այսօր մենք կկատարենք թեմատիկ աշխատանքը մաթեմատիկա առարկայից։ A և B տարբերակի տետրերը ես դրել եմ և կատարված աշխատանքներով կբացատրեմ ձեզ առաջադրանքները։ Կսկսենք A տարբերակից։ Առաջինը պետք է լրացնել աղյուսակը գումարելի, գումարելի, գումար։ Անհայտ գումարելին գտնելու համար հիշում ենք կանոնը գումարից պիտի հանենք հայտնի գումարելին։ Սկսենք առաջինը, առաջին գումարելին 45 է, երկրորդը 20, եթե գումարենք կստանանք 65։ Մյուս տարբերակում 62 գումարած 30 հավասար է 92-ի։ Գումարը 68 է, գումարելներից մեկը 40, 68-ից հանած 40 հավասար է 28։ 53-ից հանած 30 հավասար է 23։ 25 գումարած 28 հավասար է 48։ Շարունակենք ատարբերակը։ Որպեսզի գտնենք անհայտ գումարելին, գումարից հանում ենք հայտնի գումարելին։ 78-ից հանած 50 հավասար է 28-ի։ 43-ից հանած 30 հավասար է 13-ի, 25 գումարած 45 հավասար է 65։ Նույնը լրացնում ենք աղյուսակը արդեն նվազելի հանելի տարբերություն, այսինքն հանման փաղադրիչներով ենք կատարում գործողությունը։ 45-ից հանած 20 հավասար է 25, 52-ից հանած 30 հավասար է 22, անհայտ նվազելին գտնելու համար գումարում ենք 43 գումարած 30 հավասար է 73, 50 գումարած 28 հավասար է 78։ B տարբերակինը 49-ից հանած 30 հավասար է 19, 56-ից հանած 36 հավասար է 20, 85-ից հանած 30 հավասար է 55 և 40-ին, որպեսզի գտնենք նվազելին, 45-ը գումարենք 23 կստանանք 63։ Երրորդ առաջադրանքը հաշվել օգտվելով գումարման հատկություններից։ Այստեղ մենք պետք է հիշենք, որ գումարելների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Գտնում ենք հարմար գումարելիները։ Հարմար գումարելիները նրանք են, որոնք երբ գումարում ենք, ստանում ենք կլոր տասնյակ։ 34-ն ու 6-ն են հարմար։ 34 գումարած 6 հավասար է 40, 49-ին էլ գումարած 25 հավասար է 65։ Այստեղ հարմար գումարելիներն են 5-ը և 35-ը։ 35-ին գումարած 5 հավասար է 40, 52-ին էլ գումարած 40, 92։ 43, 38 և 7 թվերից հարմար գումարելիներ են 43-ը և 7-ը։ 7-ը կտեղափոխենք 38-ի հետ, կլինի 50-ին գումարած 38 հավասար է 88։ Բա տարբերակում հարմար գումարելիներ են 33-ը և 7-ը կստացվի 40, 40-ին էլ գումարած 24, 64։ Այստեղ հարմար գումարելիներ են 36-ը և 4-ը, 36-ին գումարած 4 40, 53-ին էլ գումարած 40 հավասար է 93։ Եվ ներքևում հարմար գումարելիներ են 42-ը և 8-ը, կտեղափոխենք և 42-ին 8 գումարելով կստանանք 50, 50-ին էլ կգումարենք 35 և կստանանք 85։ Առաջադրանք 4-ը։ Կբացահայտեն օրինաչափությունը և լրացնեն դատարկ բանտակները 46, 56, 66 նկատում ենք, որ թվերը մեծանում են տասնյակներով։ Որպեսզի գտնենք առաջին թիվը, մենք 46-ից հակառակ գործողությունը կանենք, կհանենք 10-ը, կլինի 36, ևս մեկ 10-ը կհանենք, կստանանք 26 և հեշտով հաշվելով կգրանք 26, 36, 46, 56, 66, մեծանում է 76 և 86։ Մյուս տարբերակինը հակառակն է, նվազման կարգով են դասավորված թվերը 64, 54, 34, 24, 14, իսկ դիմացի թիվը գտնելու համար պիտի 10-ական մեծացնենք, 64-ին գումարած 10-ը 74, 74-ին էլ գումարած 10-ը 84։ Հինգերորդ համարը խնդիր է։ Հայկի պապիկը 77 տարեկան է, իսկ տատիկը 70։ Հայկի տատիկը քանի տարով է փոքր պապիկից։ Համեմատման վերաբերյալ խնդիր է, տարբերությունը գտնելու վերաբերյալ։ Տատիկը 70 տարեկան է, պապիկը 77։ Տարբերությունը երկկողմանի սլակով ենք ցույց տալիս, հարցական տարի։ Մեծ տարիքից հանում ենք փոքր տարիք։ 77-ից հանած 70, 77-ից հանած 70 հավասար է 7, 7 տարի։ Պատասխան 7 տարով։ Մյուս տարբերակում տատիկը 60 տարեկան է, պապիկը 65, գտնենք տարբերությունը։ 65-ից հանած 60 հավասար է 5 տարի։ Տարբերությունը 5 տարի է։ Աշակերտները սխալվել են, ես ուղեցի տեղում։ Այժմ առաջադրանք 6-ը, կատարել գումարումը։
Սովորական գումարում է, երեխաները արագ հաշվել եւ գրել են 74-ին գումարած 3 հավասար է 77, 56-ին գումարած 8 հավասար է 64, 64-ին գումարած 4 հավասար է 68, 76-ին գումարած 9 հավասար է 85։ 7-րդն էլ հանում են կատարում 57-ից հանած 4 հավասար է 53, 76-ից հանած 6 հավասար է 70, 35-ից հանած 8 հավասար է 27, 60-ից հանած 4 հավասար է 56, 47-ից հանած 5 հավասար է 42, 45-ից հանած 9 հավասար է 36, 87-ից հանած 7 հավասար է 80 և 70-ից հանած 6 հավասար է 64։ Անցնենք հաջորդ առաջադրանքի։ Հավասարությունը գծերով պետք է միացնենք պատկերներին։ Նայում ենք։ Առաջին հավասարությունն է 35-ին գումարած 25, գտնում ենք 3 տասնյակ 5 միավորին գումարած 2 տասնյակ 5 միավոր, հավասար է 60, միացնում ենք։ Հաջորդը 14-ին գումարած 5, 1 տասնյակ 5 միավոր 4 միավորին գումարում ենք 5 միավոր, հավասար է 19, միացնում ենք գծապատկերին։ 30 գումարած 40 հավասար է 70, 3 տասնյակին գումարած 4 տասնյակ հավասար է 7 տասնյակ, 34-ին գումարած 15 հավասար է 49, 3 տասնյակ 4 միավորին գումարած 1 տասնյակ 5 միավոր հավասար է 4 տասնյակ 9 միավոր, և վերջինը 37-ին գումարած 20 հավասար է 57, 3 տասնյակ 7 միավորին գումարած 2 տասնյակ հավասար է 5 տասնյակ 7 միավոր։ Նույն ձևով հաջորդ տարբերակին է 40 գումարած 40 հավասար է 80, տեսեք միավորներ չկան, 4 տասնյակին գումարած 4 տասնյակ հավասար է 80, 14-ին գումարած 4, 1 տասնյակ 4 միավորին գումարած 4 միավորը հավասար է 18, 25-ին գումարած 25 հավասար է 50, միացնում ենք, 34-ին գումարած 14 հավասար է 48, գտնում ենք և միացնում, և վերջինը 36-ին գումարած 20 հավասար է 56, սա էլ այս գծապատկերի զույգն է։ Այժմ 9-րդ առաջադրանքը կատարում են գումարում։ Կլոր տասնյակով վերջացող թիվ ենք ստանում, հիշում են երեխաները, որ երբ միավորները 10-ի են հավասարվում, միավորը 0-ն գրում ենք, տասնավորը տալիս ենք տասնյակներին։ 43-ին գումարած 35 հավասար է 78, 53 գումարած 27 հավասար է 80, 45 գումարած 34 հավասար է 79, մյուսը հանումը պիտի կատարենք, 57-ից հանած 42 հավասար է 15, միավորից հանում ենք միավոր, տասնավորից տասնավոր, 65-ից հանած 25 հավասար է 40 և 47-ից հանած 43 հավասար է 4 միավոր, 56-ից հանած 43 հավասար է 13, 64-ից հանած 24 հավասար է 40 և 57-ից հանած 53 հավասար է, տեսեք երեխան սխալ է գրել, հավասար է 4-ի։ Վարժություն 11-ը նշել տրված թվին ամենամոտ կլոր տասնյակը 78, նայում ենք 78-ից մինչև 82 քայլ է, 78-ից մինչև 78 քայլ է, ավելի մոտ է 80-ը։ Մյուս տարբերակում 72-ին մոտ կլոր տասնյակը 70-ն է, քանի որ 72-ից 72 քայլ է, իսկ 72-ից 88 քայլ։ Հաջորդը ըստ գծագրի տվյալների պետք է հաշվենք կապույտ ժապավենի երկարությունը։ Մոխրագույնը ամենաերկար ժապավենն է, հանում ենք 12 սանտիմետրը, գտնում ենք սևը, ամենակարճը, հավասար է 16 սանտիմետր, հետո էլ նայում ենք, որ մանուշակագույնը 5 սանտիմետրով երկար է նրանից, 16-ին էլ գումարում ենք 5, ստանում ենք 21 սանտիմետր։ Նույն ձևով մյուսը 29-ից հանած 13 հավասար է 16 սանտիմետր սևը, 16-ին էլ գումարում ենք 4, ստանում ենք 20 սանտիմետր մանուշակագույնը։ Եվ ամենավերջում նման էր նախորդ օրվա մեր հանձնարարությանը, թվերի եռյակից կազմում ենք 4 հավասարություն, 2 գումարման օրինակ, 2 հանման։ 44 գումարած 22 հավասար է 66, 22 գումարած 44 հավասար է 66, այստեղ սխալ է գրվել, 66-ից հանած 22 հավասար է 44 և 66-ից հանած 44 հավասար է 22։ Նույն ձևով մյուս տարբերակին է 44-ին գումարած 33 հավասար է 77, տեղերը փոխում ենք, 33-ին գումարած 44 հավասար է 77,
77-ից վերևի թվից, մեծ թվից միշտ հանում ենք հանած 44 հավասար է 33 և 77-ից հանած 33 հավասար է 44։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։